կարող էին որոշակի չափով նվազեցնել, ընդհանուր զերոյի։ Ամփոփելով խոսքս պատվարժան դատարան գտնում եմ, որ դերևս իմ կողմից բարձրաձայնված հիմքերը առկա են, դրանք նույն հռիսկայնությամբ պահպանվում են, հետևաբար պատվարժան դատարան գտնում եմ, միջնորդում եմ, որ մեղադրյալ Վարդան Ղուկասյանի նկատմամբ որպես խախտման միջոց կիրառված կալանքի ժամկետը երկարաձգվել։ Եվ կարծում եմ այդ ժամկետը պետք է երկարաձգվի 3 ամիս ժամանակով, ինչու։ Քիչ է։ Ինչու։ Մեղադրյալ ոտքի կանգն է։ Ես չեմ կարող։ Որովհետև ամենեստերը դերեկատել ինստիտուտ չի կարող ինքնատել։ Լավ, եւ Ոտքի կանգն դատարանը ասեք։ Ավարտի դատախազան արեն մեղադրողի ելույթը, ձեզ հնարավորություն կտրվի դիտարկում իրականացնել։ Տեղից այլևս չխոսեք։ Նստեք։ Ինչու 3 ամիս պատվարժան դատարան, որովհետև իմ գնահատմամբ մենք դեռ առջևում ունենք ապացույցների հետազոտման փուլ, այդ թվում նաև տկաների եւ դատակոչով կոչված մյուս անձանց բարձրակրություններ, եւ այս հանգամանքները նույնպես թույլ տվեք վերադառնալ նախին տնտմանը, ինքնին հիմք են արձանագրելու, որ այդ հիմքերը դեռ պահպանվում են։ Եվ 3 ամիսին պատկերացմամբ անհրաժեշտ է ևս կալանքի ժամկետի երկարաձգում, որովհետև ապացույցների բազայի սպառումը կարծում եմ հնարավոր է իրականացնել հենց այդ ժամանակահատվածում։ Եվ միայն դրանից հետո գնահատելով ստեղծված իրավիճակը կամ իհայտ եկած հանգամանքները կարելի է կրկին քննարկման առարկա դարձնել այս հարցը եւ հանգել նոր եզրահանգումների։ Պատվարժան դատարան միևնույն ժամանակ մեկ նախադասությամբ ցանկանում եմ նշել, որ իմ գնահատմամբ այլընտրանքային որևէ խախտման միջոց իզորու չէ այս փուլում պատշաճ վարկագիծ ապահովել մեղադրյալ Վարդան Ղուկասյանի համար եւ հետեւաբար դրանց ավելի մանրակրկիտ անդրադառնալու կարիք չունեմ։ Իհարկե ես համոզված եմ, ինչպես իրավացիորեն նշեց պատվարժան դատարանը, շատ պրոֆեսիոնալ պաշտպաններ ունենք ներկա դատարանում, համոզված եմ, որ նրանք այլ դիրքորոշումներ են հայտնելու, այլ տեսակետներ են բարձրաձայնելու եւ կխնդրեմ պատվարժան դատարան այդ ամենը լսելուց հետո հնարավորություն ընձեռնել դրանց վերաբերյալ կարծիք հայտնել։ Շնորհակալություն այսքան։